երբ որ առաջին նախագահի ժամանակաշրջանում մենք ցեղասպանության խնդիրը չդարձրեցինք արտաքին քաղաքականության գերակայություն, Թուրքիային ոնց որ զերծ պահեցինք, որպեսզի ինքը այդ հարցը ավելի շատ շահարկի եւ դարձնի սակարկման առարկա։ Ճիշտ է, որպես նախապայման իրենք մեզ ներկայացրեցին 90-ականների սկզբի նախապայմաններից մեկը դա էր, չէ՞։ Ցեղասպանությունը ուրեմն պետական մակարդակով չբարձրաձայնել, չհետապնդել ցեղասպանության ճանաչման քաղաքականությունը։ Եվ տեսեք, ուրեմն այս գործընթացում իրականում հայկական կողմը առաջնահերթություն չդարձնելով իրականում փակում էր այդ նախապայմանի կարևորությունը, որտեղ եթե արտաքին քաղաքականության գերակայություն չի, ներողություն, եթե որևէ հայ համայնք նման քայլ է իրականացնում, դա Հայաստան պետության գործը չի էության մեջ։ Բայց երբ որ մենք դա դարձրեցինք արդեն արտաքին քաղաքականության ուրեմն գերակայություն, մենք այստեղ ժամանակի իշխանությունները տվեցին երկու հիմնավորում։ Ուրեմն առաջինը, որ դա ներկայացնելով կստիպեն, որպեսզի Թուրքիան հեռու մնա Լեռնային Ղարաբաղի խնդրից եւ ստեյցիան այդ խնդիրը մեջտեղ չբերի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում,